Բարի առավոտ հարգելիներս, բարի գալուս նոր վլոգ, ինչպես եք, հուսով եմ լավ եք, աղջիկներս այսօր մարտի 8-ն է, սիրելի մայրիկներ, քույրիկներ, սրտան շնորհավորում եմ բոլորիս միամսյակը, մաղթում եմ մեզ կանացի երջանկություն, ամենակարևորը սեր, սիրվենք և սիրված լինենք, առողջություն և հաջողություն, և ինչպես միշտ կանացի երջանկություն, միշտ լինեք խնամված, գեղեցիկ և սիրված։ Հարգելիներս փոքր ալիքում ցույց եմ տալիս ինչպես եմ ազատվում ճյուղավորված մազերից եւ ինչպես եմ ամեն ամիս այսպես խնամում իմ մազերը, որպեսզի միշտ լինեն փարթամ եւ գեղեցիկ։ Եթե դեռ չեք տեսել այս տեսահոլովակը, հղումը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, կարող եք անցնել, տեսնել եւ օգտվել։ Իսկ առջևում հետաքրքիր օր է մեզ սպասվում, մնացեք մեզ հետ, որպեսզի տեսնեք ինչպես ենք դիմավորում մարտի 8-ը եւ ճանապարհում։ Այդպես սիրուններս Վլոգ պատրաստվում ենք նշել մարտի 8-ը եւ ինչ ենք անելուն կրոլիկի մսով, նապաստակի մսով պատրաստելու ենք խաշլամա, այստեղ հավի մսով երեխաների համար ջեռոց ենք ուղարկելու, քանի որ երեխաները այս տեսակ մսեր խոս կլինի, տավարի կլինի, կրոլիկի կլինի, ընդհանրապես չեն ուտում։ Իսկ մենք ինչ ենք անում, իրանց համար պատրաստում ենք հավի մսով, կարտոֆիլով տեղափոխում ենք ջեռոց, որպեսզի իրենք էլ համտեսեն։ Am tortă pe rând în sus, Երեք եմ պատրաստել, պատրաստել իստերունեի, կատնային աղջիկը երբ խեցի, կատնային աղջիկը երբ խեցին, երկու փորձի է պատրաստել, մեկը այն ժամանակ համտեսեցինք, մեկը այսօր ենք համտեսելու, այնպես որ իմանք սույս կան։ Ինչ նացա։ Ես էլ ակատնային աղջիկը, աղջիկներս մոտիկից տեսկտես ցույց կտամ։ Ես մեկ Էլինայինն է իրա պապանա բերել, ես մեկը Սուսան տատիկինն է Վարդի հետ, մեկը Գյորգին արել, մեկը Գորխոպարն արել, ես մեկը իմն է Գյորգին է բերել, Սուլտաններ, ես մեկն էլ Գորնատեկ լսել արել, ես էլ կատնային աղջիկն է։ Չէ, բալես, եսա պետք է բացենք, տնենք սիրուն ջրի մեջ, հա։ Ծաղկամանը քանի որ զբաղված է։ Անցնենք գործի, աղջիկ ջան, հագցնեմ։ Աղջիկներս խաշլամեն արդեն դրել եմ, որպեսզի երկվի։ Մինչև երկվի, մինչև երեխեք կքնեն կարտնանան, ընդեղ հասկում լիքը գործեր կհասցնեմ։ Զոխտամանը լվանը։ Ամսին եմ նվեր ստասել 4 օր, այսպես ջրի մեջ ասում եմ փոխեմ, այդպես չեր ստասում։ Բերեք լվանամ խնձորները, բեր Էլինա ջան։ Սոֆյան Պաշյանի, հանել։ Աջեց, ես որտեղից գտար։ Հլա Գյորգի։ Արի, եկեք, դե եկեք փչեք։ Եկեք փչեք, կանչ ասա եկեք։ Եկեք փչեք մոմը։ Փչեք, հավաքվեք։ Ասեք շնորհ։ Молодец. Давай подождем. Вецат. Надо кадрень, Катя. Эсин самаре сарке.
Անա, ո՞ն այմես։ Հանել։ Ապրես տղես։ Дорогая мама, я тебя люблю. Спасибо за все. Закатрем, закатрем. Это для детей и для тебя. Софья. Там будешь прочитать. Տմես Գյորգի։ Իվան չեմ չուբեմ։ Աղջիկներս 3 տարի հետո վերջապես ծաղկեց, ես ացվիս կտամ բալես, առաջին ծաղիկն է, ես ծաղիկը ինձ նվիրել էր Նադյա տատիկը, չգիտեմ կհիշեք թե չէ, երիկիս որ Ստավրապոլ տանում էի լոգոպեդի, իրենց տանն էի սպասում, որ երիկս վերջացնում էր, գնում էի վերցնում, տուն էի բերում, ես ծաղիկը ինձ նվիրեց, առանց ծաղկի այսպես, հա, և արդեն 3 տարի է, նու ես 2 օրնա, որ նոր սկսել է ծաղկել ու էլի ծաղիկներ ունի վրան, ապսոս Նադյա տատիկը էլ չկա, ինքը մահացել է, բայց հաջան, հետո կասեմ բալես, բայց ծաղիկը սկսել է ծաղկել ու նայեք ինչ սիրուն է, սպիտակ սիրուն ծաղիկ է տվել, իսկ այստեղ արդեն մեր Ղազի ճուտիկներն են դուրս գալիս, Այսի вообще տիկայet անում и вот так. ահա, ես ացույս կտամ, սպասեք մի ացույս տա, իր ամա հավես քնած է, հավեսին ծվծվում են, աղջիկներս այսօր շատ ուշ եմ ձեզ միանում, կարելի ասել ժամը արդեն 3-ն է, 3:15 է, առավոտ շուտ արթնացել, տան գործեր, 3 երեխաներից լողացրել եմ, Էլինաս քնած է, տղաներս իրանց համար խլոք խաղում են, ես էլ որոշեցի գամ կարտոֆիլը ջոգեմ, սերմը պետքա գնանք հավառնելու, միասին տեսնեմ 5 շաբթի են գալու, թե ուրբաթ, որպեսի գնանք, հավ գնենք, նու պատրաստի ոչ թե հենց հավ, այլ տենց 6 ամսական է լինում, 5 ամսական է լինում, սոխերը դուրս եկե պետքա մաքրեմ, ես պետքա նորից փոցխենք, վառենք, այդպես կլուբնիկներն էլ ամշակել, սպասում եմ հողը մի փոքր չորանա, որ նոր անցնեմ գործի, որ գիտես գործ կա անելու, չես կարողանում անել, այդ արդեն շատ վատ է, շները ինչ ասես բերել է, պետք է հերթով սաղ մաքրվի, գնացինք, գնանք կարտոֆիլը ջոգեմ, շոկոլադ է բիսկվիտներս թխեցի, ինձ թվում այլ տենց մարոշ չի անի, ինչ կեղնի, որ բացեմ ծառը, չգիտեմ է,
Գյորգին ունեն սիրուն է փաթաթել։ Так, այս մեր նկուղ կարելի ասել, որ կարելի ասել, ինչ են ասում, արդեն քանդվում է, փուլ է գալիս, փլուզվում է։ Հիմա պետք է շատ զգուշ իջնեմ ու դուրս գամ ստեղից, որովհետև փլվում է։ Հələ նայեք, ասում է, ինչ ռիսկ պետք է ունենաս, որ իջնես ստեղ։ Այսքան կարտոֆիլը արդեն ջոկել եմ։ Սուսան տատիկը ասեց էս, գիտեք ինչ է, գյորգինա է, հա, գյորգինա պետք է հանեմ, դնեմ ստեղ, որ չմոռանամ, հետո կարող է խոսալով գնամ ու մոռանամ։ Եթե պակսեց, նորից կգնենք։ Եթե ձեր կարտոֆիլն էլա ծլե, սերմը, ուղղակի ծլահան արեք և թողեք մի փոքր սառը տեղ մնա, որպեսզի նորից չսկսի, հա, ծլել։ Ահա։ Ու ցանեք։ Ինձ Արմինեն ասեց անցած տարի, ես չգիտեի, որ կարելի է ծիլը հանել ու նորից ցանել։ Ցանեցինք, ընտիր կարտոֆիլը ստացվեց։ Աղջիկեք ջան, տեսակ էլ ինչքան բերք հավաքեցինք։ Բերք առատ տարի էր անցած տարի։ Հուսանք այս տարի էլ կլինի։ Ու անցած տարվա կարտոֆիլ ավելի սենց ենթակա չէր ցանելու, բայց ցանեցինք ու ընտիր եղավ։ Եկեք 2 ձեռով աշխատեմ։ Այստեղ հարմար է։ Շուտով Սուսան տատիկին ենք ճանապարհում Հայաստան, աղջիկներս։ Տեսնեմ կարող եմ այս ընթացքը ձեզ հետ կապ հաստատել, որովհետև եթե վլոգներում չտեսնեք, էլ չհարցնեք, ուր Աննա ջան, ինչու չի երևում, ինչու չի խոսում, որովհետև այստեղ չի լինելու։ Հələ նայեք, Հայաստան է գնալու, ոնց որ քախանան։ Այս տարի շատ տաք էր։ Մենք ուշ էլ հանեցինք կարտոֆիլ, օգոստոսին հանեցինք։ Սուսան տատիկը Հայաստան է գնում, չգիտեմ ինչքան ժամանակով։ Այնպես որ եթե տեսնեք ձայնը կամ ինքը չկա, իմացեք, որ Հայաստանում է, այստեղ չի։ Մենք իրար հետ կճանապարհենք, իրար հետ էլ կդիմավորենք։ Հիմնականում իրար հետ ենք դիմավորում, միշտ այդ ընթացքը նկարահանում եմ, որ դիմավորում ենք սկեսուրիս, սկեսրայրիս։ Երկար ժամանակը Հայաստան չի գնացել Սուսան տատիկը, երբ եկե հոկտեմբերին, հոկտեմբերի 10-ին ստեղ էր Էլինայից ծննդի օրը։ Ինքը կգնա կգա, հետո ես կգնամ։ Մեկ որ անընդհատ արդեն սովորում ես Հայաստան գնալ գալուն, հետո արդեն անընդհատ ուզում ես գնաս։ Իսկ որ Հայաստան ես գնում, այդ օրերը այնքան շուշուտ է անցնում հետ գալու, որ չես է հասցնում կարոտը առնես։ Մոտավորապես մի 2-3 ամիս պետք է Հայաստանում մնաս, որ նույնս ուզենաս այսպես հետ գաս։ Այդ էլ հարցական է, կցանկանաս հետ գաս, թե չէ։ Դրա համար այսպես տարին 2-3 անգամ են գնում գալի։ Եռնեք այն ժամանակ է կարողանա այսինչ շուշուտ գնայի գայ Հայաստան, դոկումենտ չկար, որ ժամանակն էլ որ պետք է գնայի գայ, արդեն այդ ժամանակ էլ դոկումենտ էինք պատրաստում, հա, փաստաթղթեր ու շատ դժվար էր, այն 10 տարի հետ գնացեք շատ դժվար էր, հիմա ավելի է դժվարացել, այս փաստաթղթերի գործերը սարքելը, հավաքելը եւ այլն, բայց ինձ թվում է Հայաստանը միակ տեղն է, որտեղ որ անընդհատ ուզում ես գնաս գաս, հատկապես մեզ հայերիս համար։ Զբաղվում եք հողագործությունով, որ Instagram-ում տեսնում եմ 2-3 աղջիկներ կան, ովքեր ապրում են գյուղում, մենց ընտանիքում, ասուն են այսպես պահում, դե դրսի գործերն են հավեսով ուրախանում,
Ասում եմ ինչ լավ Աննա ջան դու մենակ չես։ Էլի մարդ կա ով քո նման այսպես կապված է, հա, հողի այսպես գործերի հետ։ Իմ բախտս բերել է, կեսուրս էլ է սիրում էլի հողագործությունը եւ այլն։ Մենք ինչ անում իրար հետ ենք անում։ Ինձ միշտ ասում են, ինչ լավ է դու օգնող ունես, կեսուրդ քեզ հետ է։ Այո, ես որ շատ բախտավոր եմ, որ իմ կեսուրս ինքն էլ է սիրում հողագործությունը եւ ես էլ ուրախ եմ, որ ես էլ եմ սիրում։ Ընտանիքում ով ինչ սիրում է անել, պետք է մյուսն էլ իր հետ այդ գործով զբաղվի, որ ավելի սիրով անցնի այդ ընթացքը եւ արդյունքով երկուսդ էլ ուրախանաք, երկուսդ կլինեք թե երեքդ։ Այստեղ տեղը մութ եմ քսել չի երևում։ Այսինքն ունեստեղ եմ նստած, որ շտատիվ պետք է պատվիրեմ, շտատիվս ջարդվել աղջիկ ջան դրա համար աղջիկներս վերջապես վերջացրեցի, բոլոր կարտոֆիլները սերմերը կարելի ասել ջոկեցի։ Հիմա այստեղից դուրս եմ գալիս վերջապես, որ ասում եմ վախը սրտումս նստած գործ էի անում։ Բայց դե կարևորը փառք Աստծո հաջող վերջացրեցի։ Ինձ հետաքրքիր է այսի միջև ուր է գնում։ Մեկ էլ էս ինչ ասել անունը, որովհետև քանի որ շշուտ եմ գալիս այստեղ վախենում եմ էլի կնքվի չի ինքնի վտանգավոր է թե ոչ, բնականաբար վտանգավոր է, բայց չգիտես երբ վերջը կգա։ Դուրս եմ գալիս վերջապես այստեղից։ Հիմա բերեմ փակեմ կարտոֆիլները ստեղից ոնց որ ծիրան Երևան այնքան դեղին է ունենց համով է որ էլ ասելու չի Կառալևանայի սերմն է շատ ընտիր սերմ է սենց փակենք ու գնանք կոֆե խմելու Այսպես կոֆե չէ ոչ չեմ հասկացել Յասամաններն արդեն փողփոչում են տեսեք Գարունը եկավ Աղջիկներս հիմա կտրում ենք տեսնենք ինչպես է ստացվել ներսը կտրում ենք Այսպես Այս վրայի Այս հատվածը սենց սիրուն կտրում ենք որովհետև դե ինքը ուռած է մեզ ոչինչ չի տալ Գնանք Համբերի բալես հեսա կտամ Ամեն մի խմորեղենը բաժանենք երեք մասի Համբերի ես կտամ Մատետա Մաման կտա Դե ուզում եմ Մատե վերցրել դուտե Արդեն վերցրել ես Դա Անջուզա Մագուզա Համովա Դա հավովա Շատ համովա Դա ամուդա Էլինա Դա Կատովը Հավասար ենք կտում, որքան աշխատում ենք Սուրտանակի Դա պապիկինա Հաճա Պապիկինա Պապիկինա Դա Որ ինչն է պապիկինը Էսի Էսի Դա էսի Այնքան նուրբ է ստացվել Հեռուլը գնա բալես Բարեցես Ախոս կրեմ չունեմ, սենց կքսեի երեխեք կուտեին Ու ես մեկը սխալ կտրի, հա? Դա Չէ
Այսպես պետք է հավասար լինի, դե որ ուղիղ լինի։ Մատակա իդուտե։ Ահա եւ տեսքը, սիրուններս, կտրվածքի մասին էլ խոսք չկա, համի մասին էլ խոսք չկա, կտրվածքի մասում։ Պատրաստեք սիրով եւ վայելեք։ Աղջիկներս եկատուն կարտոֆիլը ամբողջ էսպես ծլահանարեցի եւ վերջացրեցի։ Եկա երեխեքիս համար կեքսեր պատրաստեցի։ Բաղադրատոմսը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում եւ ինֆոբոքսում, այս անգամ կաթեմ ապելացրել խմորին ու շատ ընտիր, փափուկ կեքսեր եմ արդյունքում ստացել։ Չնայած նրան, որ հոգնած եմ, բայց թե երկու օրեր երեխաներս տանն էին, ուրբաթ օրվանից մինչև երկուշաբթի, 3 օր։ Եվ ես փորձեցի, ինչ ուզում էին, այդ էլ պատրաստեմ ուտեն։ Ու այս 3 օրվա մեջ իրանք այս կեքսից ենքոն ոչինչ չէին էլ ուզում, միայն կեքս են ուզում։ Ահա։ Ոխորժելի սիրուն, տեղը-տեղին կեքսեր աստացվում։ Պատրաստեք սիրով եւ գոհացրեք ձեր բալիկներին։ Это 34, да? Ой, 374. Սա կնայինք բալես։